Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմի։ Հոգևորականների ուղղությամբ նրա եւ Աննա Հակոբյանի հայհոյանքները հենց դրա մասին են։ Ողջույն, ես Արմեն Նաթալյանն եմ։ Թշնամին արդեն 1 ամսից ավելի ամենօրյա ռեժիմով կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի տների վրա։ Նրան խանգարում են այդ համայնքները, ոչ։ Վախենում է, որ մենք կհարձակվենք նրա վրա, իհարկե ոչ։ Բա որն է նպատակը։ Թշնամին փորձում է պատերազմ հրահրել։ Նույնն է անում Նիկոլ Փաշինյանը։ Ամենօրյա ռեժիմով կրակում է եկեղեցականների ուղղությամբ։ Նկատի ունեմ հայհոյախառն հրապարակումները։ Թիրախը ոչ թե եկեղեցականներն են, այլ հենց եկեղեցին։ Փաշինյանն անպայման սկսելու է պատերազմ նրա դեմ։ Անկախ նրանից կպատասխանեն նրա հայհոյանքներին եկեղեցականները, թե ոչ։ Իսկ ո՞րն է այդ պատերազմի նպատակը։ Փաշինյանը սեփական աթոռը հարատև պահելու հարցում տեսնում է մեկ թշնամի՝ հայ առաքելական եկեղեցին։ Բացի սա, Ադրբեջանը դրել է Հայաստանը դենացիֆիկացնելու պահանջ, որի շրջանակում Փաշինյանը փորձելու է կազմաքանդել վերջին հայկական ազգային ինստիտուտը՝ հայ առաքելական եկեղեցին։ Փորձեք հիշել սա։